Որևէ առարկական միջավայրում, օրինակ օդում, մեխանիկական ալիքների տատանումը հասնում են 16000 Հց մինչև 20000 Հց, ուրեմն միջավայրում առաջացող ալիքն անվանում են ձայնային ալիք, իսկ մեխանիկական ալիքների աղբյուրը ձայնի աղբյուր։ Այդ ձայնային ալիքները հասնելով մեր ականջին տատանման մեջ է դնում մեր թմբկաթաղանթը, իսկ այդ տատանումները մեր ուղեղը ընդունում կամ ընկալում է որպես ձայն, սակայն ոչ ամեն հաճախությամբ տատանումներն են, որ մեր ականջը ընկալում է դա որպես ձայն։ Ինձ թվում է բոլորին էլ հետաքրքիր կլինի, թե ինչպես է ձայնը հասնում մեր ականջին և թե ինչպես ենք մենք այն ընկալում։ Ուրեմն ձայնային ալիքները ձայնի աղբյուրի տատանումները բերում են և հասցնում են մեր լսողության օրգանին, և այդ ձայնային ալիքները մեր ականջը ընկալում է որպես ձայն, իսկ այդ ձայները պարունակում են մարդու համար բազմաթիվ տեղեկություններ։ Եվ այսպիսով ձայնը ֆիզիկական բարդ երևույթ է, որը ներառում է պարունակում է ձայնի աղբյուրի տատանումները և այդ տատանումների հետևանքով առաջացած միջավայրի սեղման դեֆորմացիայի տարածումը։ Առօրյա կյանքում շատ են օդով տարածվող ձայնային ալիքները, սակայն օդում տարածվում են միայն երկայնական ալիքներ։ Ուրեմն ձայնային ալիքը երկայնական է, ձայնի արագությունը տարբեր միջավայրերում տարբեր է, որպես կանոն պիտ մարմիններում այն ավելի մեծ է, քան հեղուկներում և գազերում։ Ձայնի լավ հաղորդիչ է նաև գետինը։ Մի օրինակ կա, որ մեզ հայտնի է։ Աֆրիկայի Կալահարի անապատի բնակիչները քնում են ականջները գետին հպած, այդպես ավելի շուտ են զգում վտանգը։ Ձայնի արագությունը նաև կախված է ջերմաստիճանից։